Բնական ասած ուժեղ են եւ զարգացած են, այդտեղ առանձնատների չափերը փոքր են։ Ինչ կապ ունի սա հանրության եւ պետության ուժեղացման հետ։ Ես օրինակ ասենք մի շարք եվրոպական երկրների, որոնք տենց շատ բան են, քաղաքակրթական կենտրոնն են եղել եւ ըստ էության այսօրվա ժամանակակից քաղաքակրթությունը հենված է իրանց ստեղծած արժեքների վրա, երբ որ առիթներ եղել է գյուղերով եւ այլն շրջել եմ եւ տեսել եմ, ես ապշել եմ տների փոքրությունից, առանձնատների փոքրությունից, որը իհարկե ի սկզբանե նպատակը եղել այն, որ տաքացնել եւ այլն բան լինի։ Եվ հաջորդ պահին, որպես միջին վիճակագրական հայաստանցի մոտ հարց է ծագել։ Բա մի րոպե, բա այս մարդիկ, որ պետք է ծնունդ անեին, որտեղ են արել, որ սենց փոքր է իրենց տները։ Եվ բնականաբար ստացել են պատասխանը, մոտակա փաբում կամ որովհետև ստեղ հնարավոր չի հյուր ընդունել։ Եվ սա այդ փոքր տները ստիպել է, որ մարդիկ դուրս գան եւ շփվեն իրար հետ։ Դուրս գան շփվեն իրար հետ, այդ շփումը գեներացնում է մտքեր, այդ շփումը գեներացնում է կապեր, այդ շփումը ուժեղացնում է հանրային հարաբերությունները, հանրային հարաբերությունների նոր որակ է ստեղծվում։ Իսկ մենք մեր դեպքում մի փոքր այլ տրամաբանություն է։ Մենք տները կառուցում ենք հիմնականում այնց, որ այնտեղից դուրս գալու կարիք ընդհանրապես չլինի։ Եվ սա իր հետ բերում է հանրային եւ քաղաքական եւ պետականության հետ կապված եւ իրավակարգի հետ կապված որոշակի բաներ, հետևանքներ, որտեւ երբ որ դու ավելի շատ դրսում ես, դու ավելի մեծ շահագրգռություն ունես, որպեսզի իրավակարգը լինի ուժեղ, քան թե դու տանն ես ավելի շատ, երբ որ դու ավելի շատ տանն ես, քո շահագրգռությունը, որ իրավակարգը լինի ուժեղ, ավելի պակաս է։ Որովհետև դու համարում ես, որ իրավակարգը այդ պարագայում քո դռնից ավելի շատ է ներս մտնում։ Իսկ երբ որ դու դրսում ես, ընդհակառակը իրավակարգը ինչքան ուժեղ, քեզ համար դրսում ավելի շատ տնային պայման է ապահովում։ Ու սրանք շատ կարևոր նրբություններ են, որոնք ել եմ ասում, մեր իրականության մեջ չեն ուսումնասիրում, մենք չենք հետազոտում, մենք մեզ չենք ճանաչում բավարար չափով, բայց մենք պետք է դա անենք անպայման։ Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, սրանք շատ կարևոր թեմաներ են, եւ կառավարությունն էլ այս թեմաները նաեւ գիտության զարգացման տրամաբանության մեջ պետք է մենք այս թեմաները դնենք մեր գիտական հանրության առաջ, որպեսզի մենք այդ հետազոտություններով կարողանանք մեր որոշումները ավելի լավ ճանաչել եւ մեր կարիքները ավելի լավ ճանաչել։ Հիմա օրինակ 16 միլիոնի ծրագրերը մեր գյուղերը փոխում է, որովհետեւ լրիվ ուրիշ կուլտուրա է ձևավորվում։ Հիմա ասենք ես վստահ չեմ, կարող ենք օրինակ հետազոտություն անել, թե օրինակ մեր գյուղերում, ասենք օրինակ Բերքաբեր գյուղը, որ ամենաշատ ինքը իր ծավալի համեմատած ամենաշատ օգտվող գյուղերից մեկն է։ Կարելի է հետազոտություն անել, մինչև 16 միլիոնի ծրագիրը քանի տուն կար գյուղում, որ կառուցվել է նախագծով, եւ հիմա քանի տուն կա, որ կառուցվել է նախագծով։ Ես համոզված եմ, որ այստեղ թվերը, տեսակարար կշիռները, իսկ նախագծով տունը ուրիշ մտածողություն է։ Նախագծով կառուցված գյուղը, նախագծով կառուցված քաղաքը, քաղաքաշինությունը առաջին հերթին մտածողություն է։ Մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Դա պատ չի ուղղակի մեր փողոցները եւ այլն, դրանք ձևավորում են մեր մտածողության ձևը, մեր շենքերը, մեր շուշաբանդները ձևավորում են մեր մտածողության ձևը։ Եվ սրանք շատ խորքային փոփոխություններ են եւ այդ փոփոխությունները պետք է մենք տեսնենք, գնահատենք, ուսումնասիրենք։ Մի կարճ մեկնաբանություն ես անեմ, երբ որ դուք խոսում եք այդ մեր հատկապես առանձնատների մասին, ես կարծում եմ, որ մենք տենց փոքրիկ ամրոցներ ենք կառուցում, ոչ թե տներ մեր համար, որ պաշտպանվենք, ենթադրում եմ ժամանակին դրա կարիքը եղել է, բարձր պարիսպներով, այդ ձեր ասած բոլոր հարմարությունները, որ ամեն ինչ փոքր միջնաբերդ, հա, որտեղ կարելի է ապրել երկար, մեծ բաներով, նկուղներով, որտեղ կարելի է ամիսներով ուտելիք պահել եւ այլն, եւ այդ տրանսֆորմացիան պետք է տեղի ունենա, ես կարծում եմ, որ տեղի է ունենում,
ու այդ մեր թաղամասերը 16 միլիոնների ու ոչ միայն էլի ուրիշ տիպային թաղամասեր էլ կան, բերում են դրան, որ աստիճանաբար Փարիսների բարձրությունն է իջնում, նյութերն են փոխվում, քարը դառնում է փայտ, փայտը դառնում է ցանցանման, որ մարդիկ նաև իրար տեսնեն։ Դուք բոլորս շատ լավ գիտենք, չէ՞, որ այնպես են բարձրացնում, որ ոչ մի բան իրարից ոչ տեսանելի լինի, ոչ էլ շփում լինի, ու ճիշտ եք ասում, որ այս բանավեճը միանշանակ կարևոր է մեր համար։ Պարոն Թորոսյան, տեսեք, շատ ճիշտ եք ամրոցի տրամաբանությամբ, իսկ ինչ որ ամրոցի պատից են կողմա, ինքը պոտենցիալ սպառնալիք է։ Այդ թվում իրավակարգը, այդ թվում պետությունը, ոչինչ որ դա քո պետությունն է։ Այդ թվում իրավակարգը ու մնացած ամեն ինչը։ Սա ֆունդամենտալ, սա մենք ենք, ոնց մենք ընկալում ենք ինքներս մեզ, մեր պետությունը։ Հիմա շատ բան է փոխվում, բայց մենք չենք հիշում ուղղակի դա, որովհետև չի ուսումնասիրվել, որ այդ մտածողությամբ, երբ որ Հայաստանում սկսեցին ավելի շատ տարածվել սրճարաններ, ռեստորաններ եւ այլն, ամեն կողքի սեղանը, մյուս կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այո, հիմա դրա համար կամած հիմա որոշակիորեն դա փոխվել է։ Ամեն սեղանը կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այստեղից է սկսել այդ խոսակցությունը, որին ես նույնիսկ կառավարող կուսակցության համաժողովի ընթացքում անդրադարձա, որ բազմաթիվ բաներ սկսում են նրանից ինչ ես տենց նայում։ Ինչ ես նայում ընդհանրապես։ Ինչ ես նայում։ Դուք ասում եք տեսնել, բայց մի րոպե ոնց։ Ինչ ես նայում։ Որովհետև նայելը արդեն բան է, առաջին արձագանքն է, որ եթե ինչ որ մեկին նայում է, ուրեմն ինչ որ մի բան պլանավորում է, ոչ են, եւ դա պետքա կասեցնել։ Բնում խեղդել այդ սպառնալից մտադրությունը, համեցեք, պարոն Միրզոյան։ Պարոն վարչապետ, իրականում չափազանց խորքային ու շատ կարևոր մտածողություն ձևավորող թեմաներ ենք շոշափում եւ քանի որ այդքան փորեցինք եւ հասանք ստեղ, մի բան էլ ես ասեմ։ Այո, այդ պարիսպները ստեղծված են, որովհետեւ այդ պարիսպից ներս իմն է եւ այդտեղ կա իրավակարգ, պարիսպից դուրս իմը չի եւ ինձ ոչինչ հետաքրքիր չի, բայց սա եկեք արձանագրենք, որ օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետեւ 1000 տարի մենք պետություն չենք ունեցել։ Դա եղել է այլ մարդու, այլ ազգի պետությունը եւ մենք այդտեղ եղել ենք քաղաքացի եւ մերը եղել է մենակ այդ պարիսպից ներսը։ Դրա համար հարկահավաքն է մերը չի եղել, հարկեր չենք սիրում վճարել, ոստիկանը մերը չի եղել, ոստիկան չենք սիրում իրավ իրանց բան կարգավորումներին, հա։ Եվ հիմա այս տրանսֆորմացիան է, որ պետքա տեղ ունենա, այդ պարիսպները պետքա իջնեն, հարկերը մենք պետքա տանք, որ ոչ միայն մեր պարիսպից ներս սիրուն եւ բարեկարգ լինի, այլ պարիսպից դուրս էլ մայթ կառուցվի, գունավոր դպրոց կառուցվի եւ այլն։ Այսինքն մենք ճիշտ այդ տրանսֆորմացիայի մեջտեղն ենք, բոլոր process-ներն են նորմալ են, օբյեկտիվ են, պետքա տենց քիչ-քիչ առաջ գնալ։ Այստեղ մի նրբություն կա, պարոն Միրզոյան։ Եվ ես էլի այդ բանախոսությունները, որոնք հիմնականում չեն լուսաբանում, դրան անդրադառնում եմ։ Ես ասում եմ, երբ որ հաղթահարման առաջին քայլը դա ճանաչելն է։ Դրա մասին խոսելն է։ Ինչ եմ ես կառավարության նիստում սրա մասին խոսում, կամ ինչի եմ ընդհանրապես սրա մասին խոսում։ Որովհետև հաղթահարման առաջին ձևը, եւ ես դա ճանաչել եմ շատ տրիվիալ մի օրինակով, որի մասին չեմ խոսա կառավարության նիստում, բայց այդ բանախոսությունների ժամանակ խոսում եմ։ Շատ տրիվիալ կենցաղային օրինակով եմ հասկացել, որ միջև խնդրի մասին չխոսես, խնդրեմ չես կարող հաղթահարել։ Համեցեք, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, մի տեղեկատվություն եմ ուզում ձեզ փոխանցել, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ նախարարի ակտիվ մասնակցությամբ մենք հաստատել ենք մեկ մագիստրոսական կրթական ծրագիր, որի թույլտվությունը արդեն ստացել ենք Ճարտարապետության շինարարության ազգային համալսարանում, դա կոչվում է անշարժ գույքի զարգացում եւ տարածական պլանավորում եւ այդտեղ հենց դիտարկվում են այս բոլոր խնդիրները եւ կրթական մակարդակում մենք պլանավորում ենք ներդնել եւ պատրաստել մասնագետներ, որոնք միգուցե ես տերմինը ճիշտ չկարողանամ թարգմանել, բայց ինքը կոչվում է place making անգլերեն եւ urban form, այսպես ասված, եւ այդ առարկայի շրջանակում ամբողջովին դիտարկվելու են այս եւ նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներ եւ մասնագետները արդեն շուկա դուրս կգան
բավականաչափ մեծ գիտելիքներով։ Շնորհակալություն։ Շատ լավ, այո, այդտեղ էլ է կրթություն, պետք կրթությունով անցնում։ Համեցեք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ մենք ունենք իրականում հետազոտողներ, որոնք այս թեմաներին անդրադառնում են եւ դրանք իսկապես շատ խորքային ու կարևոր ուսումնասիրության թեմաներ են ու նաեւ այդ ուսումնասիրության ձևերը ակնհայտ են եւ որոշված են, մասնավորապես օրինակ կա առօրեականության սոցիոլոգիա, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեր առօրյա կառուցվածքները, որոնք շատ հաճախ մեզ համար աննկատ են, բայց մեր կյանքը պայմանավորող եւ ամենակարևոր որոշումները պայմանավորող կառուցվածքներն են, բայց ուրախ եմ, որ դուք այդ մասին խոսեցիք, որովհետեւ գիտության զարգացման մասին խոսելիս մենք սովորություն ունենք առավելապես շեշտադրել բնական գիտությունները, տեխնոլոգիաները, ինչը իսկապես կարևոր է եւ ֆունդամենտալ է, բայց այս խոսակցությունը վկայում է նրա մասին, որ առանց հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացման մենք չենք կարող իրական հանրային եւ տնտեսական զարգացում ապահովել եւ ես ուրախ եմ, որ գիտության զարգացման ռազմավարությունը, որը մենք բոլորովին վերջերս հաստատեցինք, բալանսավորված է այդ իմաստով եւ շեշտադրում է հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացումը եւ կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ պետք է նաեւ շատ ավելի նախաձեռնող լինենք, ուղղորդելով, ձևակերպելով այն թեմաները, որոնք նաև մեր հետազոտողների ուշադրությունը կհրավիրեն, ու այն ծրագրերը, որ այսօր իրականացնում է կառավարությունը, իսկապես այդ հանրային կառուցվածքների փոփոխության են բերում, եւ մենք կքննարկենք նաև մեր օրինակ Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը կարծում եմ, որ կարող է շատ ակտիվ ներգրավել այս ծրագրերի ազդեցությունները ուսումնասիրելու եւ դրանք նաև կառավարությանը ներկայացնելու ուղղությամբ։ Ընդհանրապես կարծում եմ մենք բան Խաչատրյան հանրային կառավարման բարեփոխումների կոնտեքստում էլ է պետք դրա մասին մտածել, որովհետև մի քիչ ինտուիտիվ 2018 թվականից մենք սրա մասին խոսել ենք, որ պետական քաղաքականությունները ինչքան շատ գիտական ուղեկցում ունենան, այդքան ավելի լավ։ Սա չի վերաբերվում, որ մի հատ մեր որոշումները գիտնականների շրջանում շրջանառենք, դրա մասին չի խոսքը, բայց ընդհանուր միտումները, պրոցեսները եւ այլն, այսինքն այս թեմաները, որ իրանք նաեւ հումանիտար եւ հասարակական գիտություններով զբաղվող մարդկանց ներգրավվածություն ունենան, ոչ թե ել եմ ասում, ոչ թե որոշման մակարդակով, այլ ընդհանրապես, որպեսզի մեզ օգնեն մեզ ավելի լավ ճանաչել, մեր որոշումներ, իրանց ազդեցությունները, խորքերը, համատեքստը ավելի լավ ճանաչել, դա շատ էականորեն կբարձրացնի ոչ միայն կառավարման որակը, այլև պետության ուժեղության շատ կարևոր բան է, որովհետև հիմա քանի որ առողջապահության նախարարին եմ խոսքը տալու, այդ ընդունված սկզբունք է, եթե դու քո օրգանիզմը ճանաչում ես, դու շատ ավելի ուժեղ ես եւ շատ ավելի դիմադրողական ես եւ շատ ավելի հաջող ես։ Այո, բայց շատ կարեւոր է նաեւ որ դու ես ճանաչում, ոչ թե ասենք շատ բան զարգացած տեղերից փորձագետ ես կանչե ինքը բան անի, այլ դու ճանաչում ես քո օրգանիզմը, շատ կարեւոր առանձնահատկություն է։ Իհարկե նաեւ դրսի փորձագետների օգնությամբ իրանց էլ պետք չի նշտել, բայց երբ որ ներսում այդ կարողությունները զարգանում են, մեր ֆունդամենտալ խնդրեմը ինչն էր, որ ասում էի 18 թվից ինտուիտիվ խոսում ենք, որ մենք ինչ թեմա բարձրացնում էինք, նույնիսկ առաջին ռեակցիան էր, որ որևէ տեղից փորձագետ հրավիրենք, ասում ենք, բայց ժողովուրդ այսքան տարի այդ փորձագետները որ եկել են, մեր ծրագրերի մեջ պարտադիր պայման պետք է լիներ, որ տեղի փորձագետներ էլ ներգրավեն, որ Հայաստանում էլ փորձագիտական կարողությունները հզորանան եւ պատշաճ լինեն, բայց սա ուրիշ խոսակցության թեմա է, համեցեք Տիկին Ավանեսյան։ Կարծում պարոն վարչապետ, եթե թույլ տաք մի փոքր այդ սոցիալ-հոգեբանական փոփոխությանը, ես կարծում եմ նպաստում է, որտեղ Պարիսպը գնացել ճիշտ տեղում կանգնել է։ Դա Տավուշի օրինակն է, այսինքն մենք այդ պաշտպանական եւ Պարիսպի տեղը այլևս ճիշտ ունենք ու մեր ներսի անվտանգային եւ իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է եւ սա եւս կարծում եմ մեծ ձեռքբերում է։ Բայց ինչ հետաքրքիր բան ասեցիք։ Այսքան որ գնացել եկել եմ, կարող է ես չեմ նկատել կամ դեռ չեն հասցրել սարքել։ Բանի գիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ որ Պարիսպ չեմ հիշում որ կա կամ բարձր Պարիսպ
կամ առնվազն հիմա նոր մտածեցի, հա? Պարոն Խաչատրյան տնտեսագիտական, բայց էդ է պարոն Խաչատրյան, ասում է փողը չի երիքում Փարիսպի համար, բայց դա նորմալ է, բայց դա լավ է, այսինքն դա ռացիոնալ է, համենայն դեպս եթե առաջնահերթությունը Փարիսպը լիներ, առաջինը Փարիսպը կսարքեին, մնացածը եւ դա հենց կառավարության բովանդակային դերն է։ Իմաստ չունի դե Փարիսպ սարքելը, որովհետեւ ճիշտ ասեց Տիկին Ավանեսյանը, պետությունը Փարիսպը դրել է արդեն, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ես այս քննարկումը մի ուրիշ տեսանկյունից եմ նաև շատ կարևորում, ժամանակի տեսանկյունից։ Տեսեք, մարդկանց եկամուտներն ավելանում են։ Հիմա խոսում ենք հարազատները դրսում հանդիպում են, ավելի շատ են հանդիպում։ Ինչու՞, որովհետև դրսում հանդիպելը ավելի թանկ է։ Եվ մարդիկ 20 տարի առաջ եթե մտածում էին հարազատներին հանդիպելու համար, գուցե տունը կամ սենյակը մեծ էին կառուցում նաև նրա համար, որ հարազատներին կարողանան տանը հանդիպելով խնայել եւ պատերից դուրս գալ, եկեք մտածենք նորից եկամուտների տեսանկյունից այսօր պետության եւ համայնքների եկամտային հնարավորությունները էապես ավելանում են եւ իրենք ավելի շատ են ներդրումներ կատարում են համայնքային միջավայրում, որը պատից դուրս է։ Եվ այդ հարմարավետությունը պատից դուրս, պատից ներսին մոտենում է գնալով, որովհետեւ համայնքների եւ պետության ֆինանսական հնարավորություններն են ավելանում։ Հետևաբար սա պետք է բնական զարգացման մեջ մտածել այս հարցի մասին, օրինակ ես էլ իմ մասին որ մտածում եմ, ես 20 տարի առաջ երբ որ տուն էի կառուցում, մի մեծ սենյակ էի կառուցում, որտեղ մտածում էի, որ պետք է հարազատներին կարողանամ հավաքել։ Եվ այդպես էլ արել եմ, որովհետև 20 տարի առաջ դա էր մտածողությունը պահանջում, հիմա եթե այդ նույն բանն անեի, կարող այլ կերպ անել, եւ հիմա երիտասարդները բնականաբար չեն էլ հասկանա դա։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակի մեջ ամեն ինչ ճիշտ է, մենք ճիշտ ժամանակին ենք խոսում այս հարցի մասին, քանի որ եւ պետության, եւ համայնքների, եւ մարդկանց եկամուտները աստիճանաբար ավելանում են, արդեն պետք է մտածողությունը ուղղել իրենց, որ իրենք կարողանան նաեւ նոր միջավայրում մտածել այդ հարցերի մասին։ Այո, ընդհանուր առմամբ ձեր ասած այդ համաձայն եմ, պարոն Խաչատրյան, բայց երբ որ դուք խոսում եք, ես մտածում եմ հետեւյալը. եթե մարդը այդքան հնարավորություն ուներ գնալ Թիֆլիսից Պեպսի-կոլա առնի հետ գա, եթե իրան բնակավայրում այդ նույն ծառայությունը լիներ մի քիչ այդ ճանապարհը ծախսը շահույթի մարժայով, կարող է նաև հնարավորություն ունենար գնար նստեր այդտեղ բան աներ, խմեր այդ, հա? Հա, էլի, այսինքն այդ շուկայական տնտեսության տրամաբանությունն էլ է որոշակիորեն լուծում, բայց այո։ Եվ սա թեմա է, որ կարելի է անverջ քննարկել, եթե այս պահին, այսինքն արդեն ահագին քննարկեցինք, եթե այլ դիտարկումներ չկան, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, իսկ խոսքը 56-րդ հարցի մասին էր, որը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 53-ը բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բուսաբուծության աջակցության 26 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկանդեղեն, ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ եւ կերային մշակաբույսերի առվույթ կորնգան մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարձանք, բերքահավաք եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000 դրամ, այսինքն համարվում է, որ 140